որտեղ որ հնարավոր է հանգում եմ գոր։ Գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն է։ Սոցիալապես ծանր վիճակում է հայտնվել։ Նույնիսկ բնակության վայր չունի։ Պատկան մարմինները Վիգենին օգնելու փոխարեն մի դռնից մյուսն են ուղարկում եւ այդպես էլ ոչնչով չեն օգնում։ Այդտեղ ուղարկում են օրը անդեղ ու ասում են ադի չէ մյուսին կնա։ Բժշկական թղթերով է եկել։ Պատմում է, ամբողջ հիվանդությունները ձեռք է բերել Բաքվի բանտում։ Նախկինում ոչ մի առողջական խնդիր չի ունեցել։ Տանջությունը, բան է ու կոնշտանգում ամեն դեսագով հոսանգի վրա նստիլը ասակ բաները։ 2016 թվականից Վիգենը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Մեքենա էր ձեռք բերել բանկով, արագ սննդի կետ ուներ։ Կորոնավիրուսից հետո էր տեղափոխվել Արցախ։ Գերության ողջ ընթացքում չի կարողացել վճարել մեքենայի վարկը։ Հիմա հարկադիր է ընկած։ Պետությունն այստեղ էլ ոչինչ չի անում։ Ես վազում եմ Արցախ քաղաքապետարան, որ մարեն ասելով։ Ես արշակ անունը բանից վարչապետի Կրասենյակն հերացանեց մի շաբաթ առաջ, ասում եմ ասանգասանգ ու իմ ավտոցակա, ասում է հա լուր ունիմ, եթե որ լուր ունեք, դա դվեք կոնեմ փողը, որ ավտոն բերեմ, կոնեմ տաքսի աշխատեմ, բամ անեմ, հացից փողը անեմ։ Վիգենը նաև դեղորայքի խնդիր ունի, լսողության սարք ձեռք բերելու անհրաժեշտություն, սակայն միջոց չունի անհրաժեշտ բուժում ստանալու համար, ըստ նրա, այստեղ էլ պետությունը ոչինչ չի անում։ Պահանջն է հնարավորություն տան ապրելու, գոնե այն նվազագույնը տան, ինչ ունեցել է մինչև գերությունը։ Բնակարան բանանջում են գալու։ Եթե որ իրենք չեն գալու, գոնե մի ծևով օգնություն, որպես ես կուտամ ամեն ամիս, մնաց չէ ես կաշխատիմ, մենք ընտանիքով կաշխատենք կվճարենք, բայց ծևով որ իրենք մեզ ասեն աստեղ գարած մասնավճարներով վճարել, ես խնդիր չունեմ։ Փաստացի 5 տարվա տառապանքից հետո Վիգեն Էուլջեքչյանը վերադարձել է հայրենիք, հույսով, որ այստեղ կկարողանա նորից սկսել կյանքը։ Սակայն իրականությունն այլ է։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։